Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը արդեն իսկ հայտնվել է աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում։ Բանիմացների խորհրդի նման որոշումը այս լարված փուլում հերթական ընտրությունը չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ, որպես այդպեսին, եթե դիտարկենք, այո, շատ հստակ մեսիջ է եղել եւ Թրամփին եւ Նաթանյահուին, որ չի կարելի տեսակետ հայտնել կամ պարտադրել ինչ-որ քաղաքական կամք երկրի ներքին պետական քաղաքական հարցերում։ Մոջթաբա Խամենեիի դեպքը իսլամական հեղափոխությունից ի վեր միակն է, երբ որդին հաջորդում է հորը։ Խամենեիի որդու անունը իրանական մամուլում դեռ նախորդ տարի նախագահ Ռաիսիի ավիավթարից հետո էր շրջանառվում։ Հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ով էր փոխարինելու նրան։ Իրանի իշխանական համակարգի ներսում Ալի Խամենեիի երկրորդ որդու անունը միարժեք չէր ընկալվում որպես հոր ժառանգորդ, սակայն ստեղծված նոր իրադրությունը խաղում կանոններ է փոխել։ Սպանելով Ալի Խամենեիին, ԱՄՆ այսպես դե ֆակտո ստեղծեց նախադրյալ, որ նոր գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվի կոնսոլիդացված պայմաններում, ընտրվի նրա որդին, բայց մենք տեսնում ենք, որ էքստրեմալ պայմաններում անգամ այն շրջանակները, որոնք այսպես ասենք սովորական բնական վիճակի պարագայում դեմ կլինեին որից որդի ժառանգության այս ընտրությանը, էքստրեմալ պայմաններում, այո, այս պատերազմի պայմաններում եւ հենց սպանված լինելու Խամենեիի սպանված լինելու հանգամանքի պայմաններում կարծում եմ կոնսոլիդացվել են կամ առնվազն լռել են այսպիսի ընտրության առնչությամբ։ Իրանագետն էլ պնդում է, որ բանիմացների խորհրդի որոշումը ընտրություններից մեկն էր, բայց ոչ միակը։ Վստահ եմ սրան, որովհետև այդ բանիմացների խորհուրդը բաղկացած է բավականին հեղինակավոր եւ լուրջ կրոնական պետերից, կրոնապետերից, կրոնագետ մարդկանցից, որ սրանք Իրանի գերագույն շահերի եւ Իրանի ամբողջականության ինքնիշխանության հարցում տենց էմոցիոնալ մոտեցումներով չեն առաջնորդվում։ Ընդհանրապես հաստը ցույց է տվել այս տարիների ընթացքում, որ նրանց կայացած որոշումներն համապատասխանում են բազմաթիվ նախապայմանների եւ հատկությունների, որոնք իրենք հաշվի են առել։ Փորձագետների աչքից չի վրիպել մի հանգամանք եւս։ Իրանը կիրակի հայտարարեց նոր հոգևոր առաջնորդի անվան հրապարակման մասին։ Սա հաջորդել էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի այն հայտարարությանը, որ գերեվարել են ամերիկյան հատուկ ջոկատայինների եւ 2 գեներալի, եւ դա նոր հանգամանքներ է առաջ բերում։ Եթե իսկապես Իրանը գերեվարել է ամերիկացիներ եւ առավել եւս գեներալներ, ես կարծում եմ սա իհարկե Իրանի համար բավականին ազդեցիկ խաղաթուղթ է, Իրանի ձեռքին հայտնված բավականին ազդեցիկ խաղաթուղթ։ Դա անկասկած։ Իհարկե ասել, որ այդ հանգամանքը այդպես ամուր որևէ բանի երաշխիք կարող է լինել, կարծում եմ այդպես չէ, բայց ամուր քաղաքատ կարող է լինել։ Փորձագետները նշում են, Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կարող է նշանակել Իրանի իշխանական համակարգի նոր փուլի սկիզբ, սակայն թե ինչպես դա կազդի երկրի ներքաղաքական հավասարակշռության եւ միջազգային հարաբերությունների վրա, մեծապես կախված կլինի առաջիկա զարգացումներից, հատկապես շարունակվող ռազմական ու դիվանագիտական դիմակայության ֆոնին։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։